Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել կազմակերպության անունից ձեզ, պարոն Սիմոնյան, ինչպես նաև մեր շատ սիրելի մասնակիցներին։ Պաշտոնապես սկսում ենք Vote 2026 առցանց հանդիպումների շարքը քաղաքական ներկայացուցիչների հետ։ Եվ պարոն Սիմոնյան, պետք է ձեզ խնդրենք, որպեսզի դուք ոնց որ կարճ ներկայացնեք, թե ինչ եք առաջարկում, այսինքն ձեր հիմնած կուսակցությունը ինչ է ընդհանուր առմամբ առաջարկում, ինչ են առաջարկում երիտասարդներին ձեր ոնց որ ծրագիրը, ինչ է առաջարկում եւ ինչու մենք ձեզ պետք է ընտրենք։ Մոտավորապես 5-ից 6 րոպեվա ընթացքում պետք է խնդրեմ տեղավորվել։ Օրինս այո, կարողանաք ներկայացնել եւ այնուհետեւ արդեն կհետեւի մեր հարց ու պատասխան ֆորմատը։ Շնորհակալ եմ Ռոբերտ ջան, շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Ինձ համար շատ հաճելի է երիտասարդների հետ շփվելը, որտեղ դուք ինքներդ գիտեք, որ ես գիտության դաշտից եմ մուտք գործել քաղաքականություն, բազմաթիվ ուսանողներ, որոնց ես գիտելիքներ եմ տրամադրել տարբեր բնագավառների հետ կապված, բնականաբար երիտասարդների հետ շփում է իրենց ենթադրում, որտեղ գիտությունը միայն տեսություն չէ, այլ գիտությունը նաև տեսությունը մատուցելու արվեստն է։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը աջ կենտրոնամետ քաղաքական ուժ է, այսինքն դա նշանակում է, որ մենք ազգային արժեքների, ավանդույթների, ավանդական արժեքների վրա հիմնված, բայց դեպի ժողովրդավարություն, ժողովրդավարական արժեհամակարգ, ազատ շուկայական տնտեսական հարաբերություններ, մարդու իրավունքներ եւ բոլորի հավասարություն օրենքի առաջ սկզբունքներին ենք միտված եւ հիմնական շարժառիթը այն էր, որ ես որպես նախաձեռնող Հայաստանի Շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ այլընտրանք չգտա, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի գնամ եւ 2026 թվականի հունիսի 7-ին ձայն տամ։ Քանի որ ես իմ ճակատագիրը կապում եմ Հայաստանի Հանրապետության հետ, ինձ չեմ պատկերացնում արտերկրում։ Համենայն դեպս չէի ցանկանա արտագաղթել եւ կցանկանայի ողջ կյանքը ապրել հայրենիքում։ Ես ցանկացա անմասն չմնալ եւ սա այն դեպքը չի, որ մի առավոտյան մարդիկ արթնանում են եւ որոշում են մտնել քաղաքականություն, այլ սա կշռադատված քայլ էր եւ ժողովրդի կողմից ակնկալվող։ Հազարավոր նամակներ էի ստացել, որ մարդիկ ինձ հորդորում էին մուտք գործեմ քաղաքականություն։ Ինչով է առանձնանում։ Նախ մեր սկզբունքները հստակ ընդգծում են, որ մեր շարքերը չեն կարող համալրեն նախկին եւ ներկա իշխանությունների բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անհատներ, երկրի կոռուպցիոն գործընթացներում թաթախված որևէ մեկը եւ օտարերկրյա պետությունների լրտեսական ծառայություններ մատուցած կամ մատուցող որևէ մեկը։ Քանի որ երիտասարդները կյանքի բերումով նոր մարդիկ են, իրենք նաեւ մաքուր մարդիկ են։ Հենց դրանով էլ նրանք լիարժեք նաեւ համապատասխանում են մեր հայտարարած սկզբունքներին։ Բացի այդ, Հայաստանի Շնորհապետական կուսակցության գլխավոր արժեհամակարգը արժանիներին տեղ տալն է։ Եվ յուրաքանչյուր ոք գիտի, որ պարտադիր չի Գուրգեն Սիմոնյանի բարեկամը լինի, հարևանը լինի, ընկերը լինի, ծանոթը լինի, որ տեղ ունենա։ Այդ մարդիկ կարող են նաև ինձ համար լիարժեք օտար մարդիկ լինեն, ում որ ես նոր եմ ճանաչում, եւ կուսակցության աստիճանակարգով հնարավորություն ունենան բարձրանալու, նկատի ունենալով նրանց անձնական անհատական արժանինքները եւ մասնագիտական հնարավորությունները։ Այս առումով երիտասարդների համար բավականին հետաքրքիր մթնոլորտ է, միջավայր է։ Նաեւ մենք ենք պահպանողական կոնսերվատիվ մշակույթից զերծ ենք, որտեղ նոր ենք։ Ինչ ցանենք, դա էլ կհանձենք, իսկ մենք որոշել ենք նորարարը, ժամանակակիցը տեղայնացնել, որը որ շատ ավելի կենսունակ է, քան հինը, այն սովետական ավանդույթներով մնացած ժողովրդական լեզվով ասած նավթալինոտ որոշակի համակարգեր, որոնք 10-20 տարի գոյություն ունեն ու արդյունավետությամբ չեն փայլում։ Այդ իսկ պատճառով կարծում եմ մեր քաղաքական ուժը գրավիչ, մեծ հնարավորություններ ունեցող, համաժողովրդական ակնկալիքներ կան իդեմս Շնորհապետական կուսակցության, մնացածը տեսնենք։ Մենք նաև լավ ծրագրեր ունենք, որ ճանաչենք հայրենիքը, հավաքենք մեր հողերը եւ այլն, որ գայթակղիչ եւ գրավիչ կարող են լինել երիտասարդների համար։ Այսպես, երևի անցնենք հարց ու պատասխանին, թե չէ երկար կխոսեմ։
Շատ լավ, դե առիթից օգտվելով առաջին հարցը կտամ ես, հետո արդեն ոնց որ բեմը կտրամադրեմ մեր մասնակիցներին մյուս։ Պարոն Սիմոնյան, դե գաղտնիք չէ, որ ոնց որ շնորհապետությունն ու ինքը մերիտոկրատիան է ձեր կուսակցության հիմքը ու հարցս հետևյալն է, եթե մերիտոկրատիան արդար հասարակության հիմքն է, ինչպես բացատրել այն փաստը, որ հնարավորություններն ու հասանելիություններն ինքնին բավականին անհավասար են բաշխված։ Երբ է ձեզ արշանիքը դադարում արտացոլել տաղանդը եւ սկսում է արտացոլել ժառանգված ոնց որ նախապայմաններն ու հատկապես առավելությունները։ Եթե մարդու ժառանգականությունը դերակատարություն է ունենում կամ նրա նախապես անբարատալը, ապա սա մերիտոկրատիայի մասին չի, արիստոկրատիայի մասին է։ Այսինքն ազնվապետության մասին է, երբ որ արյան ժառանգելիությունը շատ ավելի բարձր է դասում, քան մարդու արժանինքները։ Մերիտոկրատիան, շնորհապետությունը մարդու արժանինքների մասին է։ Էական չի, թե մարդը ինչ ընտանիքում է ծնվում, հարուստի, աղքատի, քաղաքաբնակի, գյուղաբնակի, որևէ նշանակություն չունի։ Յուրաքանչյուր ոք, նկատի ունենալով իր անձնական տաղանդները, հնարավորություն պետք է ունենա ստանալ իր հնարավորություններին համապատասխան բարիքներ եւ հնարավորություններ։ Արժանիների իշխանությունը դրա մասին է։ Եվ քանի որ մեր տառապան բայց ես Հայաստանի Հանրապետության հիմնարկեքից սկսած հիշում եմ քաղաքական գործընթացներն ու պրոցեսները։ Թալանչիները, թաղային հեղինակությունները, կրիմինալը կարողանում էր հասնել արդյունքի եւ կարողանում էր բարձրագույն իշխանության լծակներ կենտրոնացնել իր ձեռքում։ Այժմ մենք տեսնում ենք, որ 2018 թվականից ստեղծվեց մի իրավիճակ, դեռևս վաղ է բնութագրումներ տալ, բայց ես իմ տեսակետը ունեմ, ես կարծում եմ, որ դա ուղղակի իշխանության փոխանցում էր աղետներով պայմանավորված։ Թեպետ եւ ժողովուրդը շարժառիթ ուներ հեղափոխության, ուղղակի այդ հեղափոխությունը խաբեցին եւ չկապիտալիզացրեցին, սարքեցին պարզոնակ իշխանափոխություն։ 18 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեց ոչ պրոֆեսիոնալների իշխանություն, այսինքն կակիստոկրատիա, տգետապետություն եւ ի հակադրություն կլեպտոկրատիայի, գողապետության, պլուտոկրատիայի, հանցագործապետության եւ կակիստոկրատիայի, տգետների իշխանության մենք որոշեցինք առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մերիտոկրատիա, արժանիների իշխանություն։ Շատերը, այդ թվում նաեւ արտերկրացիները եւ մեր սփյուռքի հայրենակիցները մեկ-մեկ մեզ կշտամբում են, ասում են մի քիչ վերամբարձ է հնչում։ Դուք ինքներդ ձեզ հրճակել եք մերիտոս, արժանիներ։ Ես բացատրում եմ, ասում եմ քավլիցի։ Մենք մեզ արժանիներ չենք հրճակել, ոչ էլ հրճակել ենք արժանավոր, որը որ արժանի է այդ բարձր լծակներին, այլ մենք մեզ հրճակել ենք, որ այդ կարևորությունը գիտակցող հանրույթ ենք, որը պետք է դուռը բացի արժանիների առաջ։ Դա է պատճառը, որ երբ որ լրագրողները շատ հաճախ ինձ հարց են տալիս, ասում են, այ օրինակ, որ դուք հաղթեք ձեր նախարարությունների, կաբինետի գլխավոր անձանց անունները կարող եք ասել։ Ես ասում եմ, եթե ես հիմա այդ անուն ազգանունները ասեմ, նշանակում է ես դավաճանում եմ շնորհապետության գլխավոր արժեհամակարգը։ Ինչու՞։ Որովհետև մեր կադրային կապիտալը հարաբերական է եւ սակավ, բայց իշխանության գալուց հետո մենք պետք է օգտվենք ամբողջ հայ ժողովրդի կադրային կապիտալից, այսինքն նրանք պարտադիր չի, որ լինեն միայն շնորհապետական կուսակցության անդամներ, նրանք կարող են լինել ոչ կուսակցական մարդիկ, որոնք որ մեր ռազմավարությունների տակ ստորագրեն, եւ դրանով իսկ դու քո հայտարարած արժեհամակարգը կպաշտպանես, որտեղ մենք ասել ենք, չէ, պետք է արժանիներից արժանիները լինեն բարձրաստիճան պաշտոններում։ Հետևաբար այս սկզբունքը մեզ համար արժեհամակարգային է, ես իրականում ցավ եմ ապրում, որ 30 տարուց ավելի փորձեցին ձևավորել մի համակարգ, որը դիմակայուն չգտնվեց։ Ձեր սերունդը առերեսվել է նույն խնդիրներին, որին առերեսվել էին մեր ծնողների սերունդները եւ մեր սերունդը։ Կյանքը առաջ չգնաց։ Դժվարություններով, մաքարումներով մարդիկ փորձեցին ապահովել մի իրավիճակ, տարան սարսափելի տաժանակիր աշխատանք եւ դժվարություններ ու զրկանքներ, որ մի քայլ, երկու քայլ ավելի զարգացած հայրենիք թողնեն իրենց ապագաներին, բայց ապագաները գալիս են ունենում են այն ինչ որ
կար այն ժամանակ։ Դա սխալ է։ Եվ դրա միակ պատասխանը այն է, որ կարևոր որոշումների կայացմամբ զբաղվել են ոչ պրոֆեսիոնալներ եւ մարդիկ, որոնք այդ որոշումները կայացրել են բացառապես իրենց անձնական շահերից եւ իրենց ընտանիքի բարեկեցությունից ելնելով։ Շատ լավ, շնորհակալություն։ Խնդրում եմ մասնակիցներին, ովքեր ունեն հարցեր, ձեռք բարձրացնեն եւ ըստ հաջորդականության թույլ կտանք։ Բերեք ամեն դեպքում թույլ տամ հնարավորություն տամ խոսելու հենց մեր երիտասարդ քաղաքագետների ակումբի նախագահին Արփին, ով արդեն միացել է մեզ։ Արփի։ Շնորհակալություն Ռոբերտ ջան, ողջույն պարոն Սիմոնյան։ Բարև Արփի ջան։ Հետևյալն է, ինչ եք դուք պատրաստվում անել իշխանության գալուց հետո այն փաստաթղթային բազայի հետ, որը այսպայն ձևավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ հայ-ամերիկյան հարաբերություններում։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է TRIP-ին եւ խաղաղության պայմանագրին, ինչպես նաեւ դրանցից երկու այլ բլոկերին, մասնավորապես խաղաղության ներողություն, սահմանների ապաշրջափակմանը, սահմանագծման ու սահմանազատմանը եւ ճանապարհների ապաշրջափակման գործընթացին։ Արփի ջան, մենք չգիտենք ինչ են բանակցել։ Ոչ մեկ չգիտի ինչ են բանակցում։ Բայց խաղաղության պայմանագիրը հրապարակված է հանրայնորեն, կետերը գրված են։ Կետերը գրված են, գիտենք Եվ նախաստորագրված։ Այո, բայց իրենք լատենտ թաքնահարույց պայմանավորվածություններ էլ ունեն եւ թաքնահարույց որոշակի փոխադարձ շփումներ կան ամեն ինչի մասին տեղյակ չես եւ տեղյակ չես կարող լինել, եթե դու չես հասնում այդ վերին օղակներին եւ հատուկ տեղեկատվության չես տիրապետում։ Ադրբեջանի հետ անհնարին է խաղաղության պայմանագիր վավերացնել առանց հաշվի առնելու արցախահայերի իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունը առհասարակ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանը պետք է հանդիսանա եւ կոչված է այդպիսին լինելու։ Եթե նա իր առաքելությանը չի ծառայում, նրա գոյությունը անիմաստ է սարքում ինքն իր ձեռքով։ Եվ Հայաստանի Հանրապետությունը, բացի այն, որ արցախահայերի իրավունքները պետք է հաշվի առնի, նաեւ պետք է Հայաստանի Հանրապետությունում բնակվող մյուս մարզերի քաղաքացիների իրավունքները հաշվի առնի։ Դուք գիտեք, որ Կապանից ոչ հեռու ադրբեջանական դրոշ է ծածանվում եւ նրանք ուղղակի ներխուժել են Խորհրդային Միության հաստատած սահմաններից ներս։ Գեղարքունիքում այդպիսի հանգամանք կա, Ջերմուկում կա։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա ասածը սահմանագծում եւ սահմանազատում եկավ հասավ միջև Արեգունյանց լեռնաշղթա Սյունիքի Տավուշի մարզում եւ ներքև չիջավ։ Ինչու՞։ Ես կարող եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կասկած ունենամ, որ Ադրբեջանը ամենևին էլ միտված չի խաղաղության եւ փորձում է հիբրիդային պատերազմի տարեր պարունակող հանգամանքով իր համար հարմար դիրքավորումներ ունենա այն տարածաշրջանում, որտեղ 30 տարի շարունակ կահավորված սահմանագոտի կար։ Դա Տավուշն էր։ Տավուշի սահմանագիծը 30 տարի կահավորված սահմանագիծ էր եւ ամենահարմար բնագծային հատվածն էին հայկական զորքերը զբաղեցնում։ Հիմա եթե նմանատիպ դեպքեր դու արձանագրում ես, հավատդ չի գալի, որ խոսքը խաղաղության մասին է, որովհետեւ խաղաղությունը հավասարակշռված պետք է լինի։ Խաղաղությունը չի կարող սպասարկի մի կողմի առավելապաշտական մոտեցումները մյուս կողմի մոտեցումները հաշվի չառնի։ Ցանկացած խաղաղություն պետք է լինի հավասարակշռված։ Սա հայ-ադրբեջանական պայմանագրային բազայի վերաբերյալ, եթե թուրքերը, ադրբեջանցիները պատրաստ են առերեսվելու Արցախի հայերի իրավունքների հետ, որտեղ Արցախի հարցի փակումով մենք հուղարկավորությամբ մենք բացելու ենք Սյունիքի հարց, Վայոց ձորի հարց, Գեղարքունիքի հարց, այն ինչ որ իրենք աղաղակում են բոլոր ամբիոններում։ Հայ-ամերիկյան հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ղեկավարի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մակարդակից պետք է տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն կոնգրես, Միացյալ Նահանգների կոնգրես մակարդակ։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի դա ամրացնել։ Որտեւ հիշում եք, երբ որ Ջո Բայդենը հեռացավ պաշտոնից, Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին ասեց խաղաղության խաչմերուկը գնա Բայդենից ուզի։ Հիմա նոյեմբերին Միացյալ Նահանգներում կրկին նախագահական ընտրություններ են տեղի ունենում։ Եթե Դոնալդ Թրամփը փոխարինվի մեկ այլ նախագահով, իսկ դա հավանական է մոտավորապես 70%-ից 80%-ով, կարող է պատահի Իլհամ Ալիևը հետո կանգնի ասի Թրիփդ գնա Թրամփից ուզի։
Դրա համար որպեսզի կայուն դառնա այդ ամեն ինչը, Հայաստանի Հանրապետությունը պետք է հայ-ամերիկյան հարաբերությունները մերձեցնի բացառապես հաղորդակցվելով Միացյալ Նահանգների կոնգրեսի հետ, որտեղ Միացյալ Նահանգների սահմանադրությամբ ամրագրված է Միացյալ Նահանգների անունից կարող է հանդես գալ բացառապես Միացյալ Նահանգների կոնգրեսը, ոչ մի նախագահի նման լիազորվածություն չկա տրված։ Սա այդ հարցի մասով էր։ Երկու հարցեր, թե մի հարց էլ կար, Արփի ջան։ Այս հարցերն էին, բայց ես կուզեմ երկու կետով էլ արձագանքել, եթե դեմ չեք։ Նախ վերջից սկսեմ։ Կոնգրեսի մասով այդ հայտարարությունները կային, բայց բացի դա նաև հայտարարություններ կային առայն, երբ Հայաստանը ռազմավարական գործընկերության մասին խարտյան ստորագրեց Միացյալ Նահանգների հետ, հեռացող վարչակազմի հետ, ու ելի խոսույթներ կային, որ նոր վարչակազմը դա չի ընդունի, դա մնալու է ուղղակի թղթի վրա, բայց հետագայում քայլերը ցույց տվեցին, որ դա նոր վարչակազմի հետ եւս բանակցվել էր ու ամենևին էլ չխանգարեց այդ փաստաթղթի հետագա գործունեությանը, ինչը այս դեպքում արդեն հակասում է ձեր ասացի հետ, որ պետք չի վարչակազմի հետ ստորագրել մի պայմանագիր ու հույս ունենալ, որ այն տեղի կունենա, եթե այդ վարչակազմը հեռացող վարչակազմ է։ Սա այս մասով, իսկ առաջին մասով Ներողություն, Արփի ջան, այն ինչ որ խարտյան ստորագրվել էր, կոնգրեսի հետ էր ստորագրվել։ Դրա համար նախագահը փոխվեց, բայց դա գործեց։ Վարչակազմի մասին չի, նախագահի հետ ձեռբերված պայմանավորվածությունների մասին է։ Սա չի հակասում։ Ես նկատի ունեմ Դոնալդ Թրամփ, Նիկոլ Փաշինյան պայմանավորվածությունները։ Դոնալդ Թրամփի հեռացումից հետո դա կարող է չեղարկվի, բայց կոնգրեսի հետ պայմանավորվածությունները վերապրում են նախագահներին։ Նախագահ կգա, կոնգրեսի հետ վավերացված խարտյաները կապրեն։ Ընդհակառակը ձեր ասածը փաստեց իմ ասածը։ Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների կոնգրեսի հետ պետք է բանակցեք, ոչ թե առանձին նախագահի հետ։ Շատ լավ, շնորհակալություն, իսկ առաջին մասով դուք երկու բան նշեցիք, նախ նշեցիք, որ լավ մեկին կանդրադառնամ, նշեցիք, որ արցախցիների հարցը դեռևս կա ու չի կարելի այն փակել, այսինքն երբ դուք գաք իշխանության պատրաստում եք կրկին բանակցային դաշտ բերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հարցը եւ դա դարձնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մաս։ Միանշանակ, որտեղ արցախահայերը ունեն իրավունքներ։ Միշտ իմացեք, եթե պապենական բնորանից վտարվում է հայ մարդ, եւ դա ինչ որ մի կողմ մարսում է, դա կարա մուլտիպլիկատիվ էֆեկտով ազդի մյուս բնակավայրերի հայերի վրա։ Հետո Սյունիքի հայերին կքշեն ու չես կարողանա այդ հարցը բարձրացնես, որտեղ նախադեպի ինստիտուտ ես ձևավորել, Արցախը մարսել են։ Եվ Արցախի հայերի իրավունքների բարձրացնելով դու պաշտպանում ես նաև մյուս մեր բնակավայրերի հայերին, որտեղ եթե թշնամին հասկանում է, որ ինչ-որ մի բան արել է եւ դա անցել է, էլի է անելու։ Լավ, շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար խնդրեմ Դավիթ Ստեփանյան։ Շնորհակալություն կրկին ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ հնարավորության համար պարոն Սիմոնյան, քանի որ այս թեմայի մասին արդեն խոսեցինք։ Իլյուստրացիա է քաղաքականության հետ կապված կուզեմ հարցը ձևակերպեմ, ձեր կողմից շատ է հնչում, հիմնական նախընտրական խոստումներից մեկն է։ Եվ այս թեման ուսումնասիրելով ես տեսնում եմ, որ հիմնական խոսքը գնում է այսինքն նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մասին, իրենց չարաշահումների, կոռուպցիոն սխեմաների եւ այլ ապօրինի գործընթացների համար, սա նոր խոսույթ չէ քաղաքական դաշտում, ինչպես գիտենք, հեղափոխությունն է հիմնականում, հենց շատ է խոսում հեղափոխության ժամանակ սրա մասին, բայց նոր իշխանությունը ցույց տվեց, որ դա գոնե թե ամբողջությամբ չարեց, շատ քիչ արեց եւ կարելի ասել գրեթե չարեց եւ հիմա երբ իրենց մեղադրում են, պնդում են, ասում են, որ մենք ապահովեցինք դատարանների անկախությունը, ինչը կարևորագույն պայման է բոլոր ժողովրդավար պետությունների համար եւ դատարանները հիմա այդ process-ի մեջ են եւ դատարաններից է գալիս արդեն, որ չեն կարողանում պատասխանատվության ենթարկել այս պաշտոնյաներին։ Ուրեմն երբ որ քաղաքական գործիչը խոստանում է այսքան պատասխանատվության ենթարկել, ինչպես եք դուք պատկերացնում, այսինքն խոսքը գնում է դատարանների անկախությունը ապահովելու մասին, թե ինչ որ այլ միջամտությունների միջոցով պատասխանատվության ենթարկելու հասնելու մասին եւ նաեւ կուզեմ անդրադառնալ միջազգային մի պրակտիկայի, ըստ որի նոր ուժերի իշխանության գալով կարմիր գիծ է քաշում իրենից առաջ եղած ուժերի կատարած այդպիսի խախտումների վրա, սա արվում է նրա համար, քանի որ այդպիսի պաշտոնյաները նախին, որոնք զբաղվել են խախտումներով, իրենք միլիարդների շրջանառություն են ապահովում երկրում եւ եթե պարզապես սկսեն դատվել եւ այդ գումարը դուրս բերեն երկրից, շրջանառությանը մեծ վնաս կհասցվի, սրա փոխարեն պարզապես իրենց բերում են նոր իշխանությունները օրինական դաշտ, որպեսզի
էլի իրենց գործունեությունը ծավալ են, այսինքն ասում են մոռացության կմատնենք ձեր խախտումները, բայց դուք սկսեք հարկել վճարել, իսկ այդ հարկերից գեներացվում է մեծ եկամուտ։ Ինչը չէր լինի, եթե սկսեին դատական process-ներ եւ իրենք դուրս հանեին այդ գումարը երկրից։ Այս մոտեցման հանդեպ ինչպես եք դուք մտածում, օրինակ, ինչ մոտեցում ունեք։ Դավիթ ջան, 2018 թվականին, երբ որ հեղափոխական գործընթացը սկսեց ծավալվել, լյուստրացիայի մասին առաջիններից մեկը ես էի խոսում, որ խորհուրդ էի տալիս ճիշտ ուղղությունով նոր ձևավորված կառավարությունը դա անի։ Բայց նրանք սխալ հասկացան եւ ժողովրդին էլ սխալ մատուցեցին, եւ սխալ հասկանալու հիմնական մասը այն է, որ մարդիկ հասկանում են լյուստրացիան կուլակաթափ անելը, օլիգարխներին ունեցվածքից զրկելը եւ դատու դատաստան իրականացնելը, դատապարտելը, տանել բանտերը լցնելը եւ երկրորդ կարևոր մեծ սխալը այն է, որ լյուստրացիան համարում են թե դատական համակարգը պետք է իրականացնի։ Հիմա բացատրեմ թե հիմնական խնդիրը որն է։ Դատական համակարգը, որը որ գալիս է հին կոռուպացված համակարգով պայմանավորված, դատավորներն էլ նշանակված են լինում այդ նախագահների կողմից։ Այդ թվում նաև այն օրենսդրությունը, որը գրված է այդ կլեպտոկրատիան ներկայացնող իշխանությունների կողմից, նրանք այնպես են հարմարացնում երկրի օրենսդրական դաշտը, համաձայն որի իրանք հանցագործներ չեն եւ ոչինչ չեն արել։ Լյուստրացիան կոչված է, որպեսզի այդ արատավոր եւ խեղաթյուրված իրավիճակում այլընտրանքային արդարադատության մոտեցումներ կիրառելով կարողանաս արդարությունը վերականգնես։ Այսինքն մեր մոտեցումը հետեւյալն է, որ մեր հաղթանակի պարագայում ազգային ժողովում ձևավորվելու է այլընտրանքային արդարադատության ժամանակավոր հանձնաժողով։ Այդ հանձնաժողովի ծիրում սկսելու են գործել ինչպես Հայաստանի Հանրապետության անկողմնակալ իրավաբաններ, պրոֆեսիոնալները, այնպես էլ Սփյուռքից հրավիրված իրավաբան պրոֆեսիոնալներ, որոնք շատ են ու շատ լուրջ մասնագետներ են։ Այդ թվում նաև անկողմնակալ պետություններից անաչառ իրավաբան մասնագետներ կարող են եւ այլազգիներ լինել։ Նրանց տրամադրվում է ամբողջ քեյսը առանձին պաշտոնյաների նկատմամբ եւ առանձին քաղաքական ուժերի նկատմամբ ու տրամադրվում է 6 ամիս ժամանակահատված։ Համապատասխան այդ քեյսերի առանձին նկատի ունենալով մարդու հիմնարար արժեքները, արդարության եւ բարոյականության միջազգային ստանդարտները, նրանք կայացնում են վճիռներ։ Եվ իբրև վերջնարդյունք այդ վճիռների որոշակի պաշտոնատար անձիկ, որոշակի քաղաքական ուժեր հուր հավիտյան զրկվում են պասիվ ընտրական իրավունքից։ Պասիվ ընտրական իրավունքը գիտեք, չէ՞ որն է։ Ընտրվելու իրավունքը, որ իրենք իրենց տեխնացությունը դնեն։ Ակտիվ ընտրական իրավունքը ընտրելու իրավունքն է, որ գնում ենք մենք ընտրում ենք։ Հիմա եթե Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը հստակ մասնագետների վճիռների վրա հիմնված հայտարարի եւ սահմանադրական դատարանի միջոցով արգելի արատավոր քաղաքական գործիչներին եւ քաղաքական ուժերին մասնակցել հերթական կամ արտահերթ ընտրություններին, ժողովուրդը կձերբազատվի հանցագործներից, կմաքրվի դաշտը, այսինքն ընտրություններին կսկսեն մասնակցել բացառապես մաքուր ուժեր։ Բացի այդ, լյուստրացիայի մեջ միայն քաղաքական գնահատականը չի առանձին քաղաքական պաշտոնյաների եւ քաղաքական ուժերի, որոնք որ իրենց արածի համար նաեւ պետք է կանգնեն դատարանի առաջ եւ պատասխան տան, որտեղ պետությանը հասցված վնաս կա։ Դա կարող է եւ նյութական արտահայտություն ունենա, եւ պատժաչափին արտահայտություն ունենա կոնկրետ բանտում տարիներ անցկացնելու հետ կապված։ Լյուստրացիան նաեւ քաղաքական գնահատական է Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր տարբեր ժամանակաշրջաններին, թե որ ուժը ինչ ազդեցություն եւ ինչ մասշտաբի վնաս է հասցրել պետությանը։ Միջև արդարությունը չեք վերականգնում, անհնարին է լինելու երկիրը տանել առաջ, եւ լյուստրացիայի գլխավոր թագնոպսակը լինելու է այն, որ մաքրվելու է ամբողջ դատական համակարգը Հայաստանի Հանրապետության, սկսած դատավորներից, սահմանադրական դատարանից մինչև երաստիճան դատական համակարգ եւ դատավորներ։ Այսինքն լյուստրացիայի վերջում դու պետք է ունենաս մաքուր դատական համակարգ, որից հետո այդ ժամանակավոր հանձնաժողովը ցրվելու է եւ արդեն դատական համակարգը անկողմնակալ, դատական իշխանությունը անկողմնակալ մեթոդներով իր գործառույթները տանելու է առաջ։ Սա է լյուստրացիայի իմաստը, թե չէ կուլակաթափը սրան նրան ունել զրկելը, փողերը բերել միտեղ դնելու անկառավարելի դարձնելը լյուստրացիայի հետ կապ չունի այդքան։
Շնորհակալ եմ շատ պատասխանի համար։ Մեկը եթե կարելի է մի բան լացեմ, որ ասեցիք այդ օրենսդրական փոփոխությունների մասով, ես ավտոմատ մտաբերեցի օրինակ վաղեմության ժամկետի սահմանափակումը, որ շատ հաճախ ասենք դատական process-ներին ընթանում, ես հիշում եմ, ասում են եղել է ինչ-որ լուրջ հանցագործություն եւ այլն, էլի պաշտոնյաների կողմից, բայց անցել է վաղեմության ժամկետ։ Օրինակ ես վաղեմության ժամկետի թեմային էլ ինչ մոտեցում ունեք դուք կուզենաք դա չեղարկել կամ եթե հնարավոր է, չգիտեմ, իրավաբանորեն դա արգելել այլևս դուրս հանել դաշտից թե ոչ, թե Դավիթ ջան, մենք այնքան մեծ խնդրի մեջ ենք, չեք պատկերացնում։ Հիմա օրինակի համար ամբողջ ազգով գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործությունների շարք է գործել, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը այս դատական հնդկական կինոն սարքեց, տանում է դատարան, այն դատարանները, որոնք որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածից են բուծվել, դնում են արդարացնում են դատարանով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ sense կետ կա։ Միևնույն անձը, միևնույն արարքի համար չի կարող երկրորդ անգամ դատապարտվել։ Եթե իրեղեն եւ փաստական այլ ապացույցներ չեն ներգրավում գործի հետ կապված։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ոչ մի իրեղեն եւ այլ փաստեր անհնար է ի հայտ գա, որտեղ սա քննել են։ Ստացվում է Նիկոլ Փաշինյանը ոչ թե արդարություն է վերականգնում, այլ Ռոբերտ Քոչարյանի երեսը լվանում է։ Այդ մարդը ստացվում է հանցագործ չի, բանից պարզվում է, պատկերացնում եք։ Այսինքն երկրի ալան-թալանը, երկրի շահերին դեմ գնացած այդ ոչ մի բան էր։ Դրեցին արդարացրեցին։ Դատական համակարգով արդարությունը այն դատական համակարգով, որը նրանք են ծնել։ Դու չես կարող արդարություն վերականգնես։ Դրա համար լուստրացիան անցումային պետություններում օրասական է, դա իրականացրել է Շարլ դը Գոլը, երբ որ ազատագրեցին Ֆրանսիան ֆաշիստներից։ Դա բազմաթիվ երկրներ են իրականացրել, Վացլավ Հավելն է իրականացրել, եւ այլն, դա պարտադիր պայման է։ Այն ուժը, որը գալիս է ու չի խոստանում լյուստրացիա, իմացեք ինքը նույն համակարգի ծնունդն է եւ նույնը կատարելու է։ Մարդու խոսացածից կարաս հասկանաս ինքը ում է ներկայացնում։ Ուժը, որը որ չի խոսում արդարության վերականգնման մասին, նույն զիբիլը տանելու է առաջ իր օրոք, դառնալու է նույնը։ շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Մասնակիցներ, հարցեր։ Սիփան Կիրակոսյան։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Իմ հարցը հաստատ վերաբերում է կրթական ոլորտին, ինչ-որ փոփոխություններ պլանավորում եք անել այս պահի մեր ուղղվածության մեջ, թե ոնց ինչ նախատեսված է, տենց էլ թողելու եք գնա, կոպիտ ասած։ Սիփան ջան, այն ինչ որ կա, եթե թողնենք այտենց մնա, դա աղետ է մեր երկրի համար։ Նախ ես համարում եմ 12 տարի դպրոցը կատաստրոֆա է մեր երեխեքի համար։ Արդեն կես կատակ, կես լուրջ ասում են վերջի դասարանում արդեն ամուսնանալու ժամանակը գալիս է, կարա հանգիստ ամուսնանա, ասեն պապան ուր է գնացել, ասեն գնացել է դպրոց։ 12 տարի դպրոց տանել երեխեքին շատ վատ է։ Դուք գիտեք աշխարհի ամենաարդյունավետ դպրոցները որ պետությունները ունեն։ Մեկը Ֆինլանդիան է, մեկը Միացյալ Նահանգներն է, մեկը Ճապոնիան։ Այդ երեք պետությունների դպրոցական փորձը, որ ուսումնասիրում ես, մի հոյակապ բան է, ընդ որում ֆինլանդական փորձը ոնց է աշխարհը ուշադրություն դարձրել Ֆինլանդիայի վրա, որ սկսել են ուսումնասիրել իրենց դպրոցների մակարդակը։ 2000 թվականից ուշադրություն են դարձրել, որ աշխարհի բոլոր օլիմպիադաներում ֆին երեխեքը գնում առաջի տեղ են զբաղեցնում։ Ֆին երեխեքը գնում են աշխարհում, օլիմպիադաներին մասնակցում են ամենալավ արդյունքները արձանագրում են, հետ են գնում Ֆինլանդիա։ Աշխարհը ուսումնասիրեց, տեսավ, որ Ֆինլանդիայում 9 տարի են գնում դպրոց։ 9 տարի, պատկերացնում եք, մանավանդ ժամանակակից աշխարհում դու շատ արագ կարաս այդ ինֆորմացիան տրամադրես երեխեքին։ Ու այդ երեխեքը շատ խելացի արդեն հիմա այս տեղեկատվական դարաշրջանում, տես երիտասարդ երեխաներով հավաքվել եք շատ խելացի հարցեր եք բարձրաձայնում, ես ուրախանում եմ դրանից։ Մեր ժամանակ այդքան ինֆորմացված չէինք։ Համացած արհեստական բանականությունը ձեզ հնարավորություն է տալիս կոմպետենտ տեղեկատվություն վերցնեք անընդհատ ու դուք անընդհատ մանավանդ ձեր սերունդը ահռելի քանակությամբ տեղեկատվությունը ամեն օր ուղեղը մշակում։ Դա մեծ աշխատանք է։ Հիմա եթե ենթադրենք ֆինական փորձով վերցնում եք 9-ամյա կրթություն եք սարքում։ 9 տարի հետո դպրոցն ավարտելուց հետո, ընդ որում Միացյալ Նահանգների փորձն էլ հետևյալն է։ Ենթադրենք երրորդ դասարանցիները հաճախում են օրդինար իրանց առարկայական պլանով իրանց դասարաններ։
Բայց դասարանում մի երեխա շատ տաղանդավոր է մաթեմատիկայի մեջ։ Այս երեխային ոչ թե ուսուցիչը կանգնացնում է, ասում է սպասի միջև մյուս քո դասընկերները գան քո մակարդակին, այլ այդ երեխայի կարիքներով պայմանավորված ավելի է տալիս իրան։ Իր համադասարանցիներից ավելի շատ։ Առաջ է անցնում 2-3 թեմա առաջ։ Եթե ստացվում է անենց, որ առաջի կիսամյակում ինքը ավարտում է տարվա պլանը, երկրորդ կիսամյակից գնում է 4-րդ դասարանցիների հետ մաթեմատիկայի դասարան։ Ու տես դուք գիտեք ինչքան Նոբելյան մրցանակակիրներ կհանեք դպրոցից։ Երբ որ երեխան դու նախ դպրոցի հիմնական իմաստը որն է, ինչի է այնտեղ միջդիսցիպլինար լիքը գիտելիքներ տրամադրվում, որ բացահայտեն, թե որ երեխան որ ուղղությամբ է ուժեղ։ Մեկը հումանիտար գնում է, մեկը գրականություն է սիրում, մեկը քիմիա, մեկը ֆիզիկա, մեկը մաթեմատիկա։ Ու տես բացահայտում ես, եթե դու կարողանում ես այդ երեխային հնարավորություն տաս, որ ինքը արդեն մաթեմատիկայի լաբեր է գնում, ու այդ լաբերումը սկսում է ուժեղ առաջադիմություն ապահովել, գնում է հետո ենթադրենք օլիմպիադաներում հաղթանակներ է տանում։ Վերջ, դու ունեցալ ապագա մաթեմատիկոս։ Դպրոցը ավարտում է, դպրոցի ամբողջ մոգը, արդյունավետությունը հաշվարկում են, եթե առաջի դասարանից մինչև 9-րդ դասարան բարձր մակարդակով գնացել է առաջ, առանց քննությունների շրջանով։ Եթե 1 տարի բարձր մակարդակի ուսումը ապահովում, շարունակում է սովորել անվճար։ Եթե երկրորդ տարվանից տեսնում են, որ արդյունավետությունը ընկել է, տեղափոխվում է վճարովի հիմունքներով։ Բանակը մենք սարքում ենք 1 տարի։ Մենք մտածում ենք, որ հնարավոր է զորակոչել ոչ թե 40%-ը մոբիլիզացիոն ռեսուրսի, այլ 80-ից 90%-ը հնարավոր է զորակոչել։ Եթե դու 80-ից 90%-ը զորակոչում ես, ամեն մեկին բաժին է հասնում 1 տարի։ Եվ 1 տարի ծառայությունից հետո, երբ որ ինքը վերադառնում է, ուսումն է շարունակում, կամ միջին մասնագիտական կրթություն է ստանում, կամ սկսում է աշխատել։ 1 տարի իրան ոչ մի ձևով չես անհանգստացնում, բանակից զորացրվելուց հետո։ 1 տարի հետո ինքը արդեն երկշաբաթյա, 3 շաբաթյա զորահավաքների է մասնակցում, որ ուղղակի իր մարտական պատրաստությունը միշտ կայուն լինի, միշտ բարձր լինի, չմոռանա այն ինչ որ ինքը սովորել է։ Ու տես բոլորս պետք է բանակի հետ կապ ունենանք։ Օրինակի համար ես բանակը ավարտել էի 20 տարի հետո գնացի պատերազմ։ Դուք պատկերացնում եք, ես ինժեներասակրավորային դասակի հրամանատարի կարգավիճակով մասնակցել եմ ռազմական գործողություններին 20 տարի առաջ բանակը ավարտելուց հետո։ Այդ գիտելիքները թարմը կլինեին ըստ ձեզ, պարզավոր չէ։ Ու դա խնդիր է, ու դա կյանքին սպառնացող խնդիր է։ Եվ հետո դպրոցն ավարտելու պարագայում երեխան, եթե մոգը չի բավարարել քննություն, պետքա տա բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվի, չի կարողանում ընդունվի, գնում է միջին մասնագիտական կրթություն ստանալու։ Միջին մասնագիտական կրթությունը 2 տարի է տևելու։ 1 տարի հետո ինքը հնարավորություն ունի նորից քննություն տա, ընդունվի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Եթե չի կարողանում, երկրորդ տարին էլ է միջին մասնագիտական ուսումնարանը գնում։ Ավարտելուց հետո դիպլոմը ստանում է միջին մասնագիտական կրթություն ունեցող։ Վերջ։ Ու մենք կունենանք մի իրավիճակ, երբ որ բարձրագույն ավարտ մատուցողներ, մեքենա վարողներ չենք ունենա։ Հիմա մարդիկ ինչ են չարացած, որտեվ դիպլոմ ունի, իր ամբիցիաները բարձր են, բայց ինքը գնացել է մատուցող աշխատում, դա վիրավորական է։ Այլ խնդիր, եթե ինքը չկարողանար դա ընդունվել եւ սովորել, որտեղ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է համապատասխանեն իրենց որակով։ Ցավոք սրտի ամբողջ աշխարհում գոյություն ունի 192 պետություն, բայց մեր ամենալավագույն բուհը, որը որ ռեյտինգներով ամենաբարձրն է, 800 տեղում է, 800-րդ տեղում։ Պատկերացնում եք, սկի 192 պետությունների մեջ գոնե մի բուհ չունենք, որ առաջին 100-ի մեջ լինի։ Սա խայտառակություն է մի ժողովրդի համար, որը IQ-ի բարձր մակարդակ ունի։ Այդպես, այլ հարցեր։ Շատ լավ, հաջորդ հարցի համար խնդրում ենք Մարի Միքայելյանը խոսի։ Մարի ջան, բայց միկրոֆոնը միացրեք։
Շնորհակալություն ընձեռնած հնարավորության համար, պարոն Սիմոնյան, իմ հարցը հետևյալն է. ինչպես եք պատկերացնում առողջ քաղաքական մրցակցությունը հայ հասարակության ներկայիս բևեռացված լինելու պայմաններում։ Նախ երկու մասով, որը որ վերաբերվում է քաղաքական գործիչներին եւ քաղաքական ուժերին, մյուսը որ վերաբերվում է քաղաքացիներին։ Այսպիսի մի արատավոր արտահայտություն կա, ախր այնքան ենք խաբվել, որ ոչ մեկին չենք հավատում, հուսահատվել ենք։ Այսպիսի արտահայտություն անողները շատ վտանգավոր կացության մեջ են գցում առաջին հերթին իրանք իրանց։ Որտեղ եթե դու հուսահատվում ես, վերջին հաշվով ում ես վնաս տալիս։ Ինքդ քեզ, անգամ եթե քեզ 100 անգամ խաբել են, միևնույնն է դու ինչ-որ մեկին պետքա գտնես ում հավատաս, որտև այդ ինչ-որ մեկի միջոցով դու քո փորձանքներից հնարավորություն կունենաս ազատագրվելու ու կգնաս կմասնակցես ընտրություններին, իսկ եթե հուսահատված եղար, քո ճակատագիրը բախտի կմահաճույքին ես թողնելու, ընտրություններին չես մասնակցի ու կընտրվի նա, ով կընտրվի կամ ով կկեղծի։ Ստացվեց դու փորձանք բերեցիր քո հուսահատված լինելով հանդերձ ինքդ քո վրա։ Երբևիցե չի կարելի հուսահատվել։ Մանավանդ հայ ժողովուրդը, երբ որ իր ուսուցիչներին ուսումնասիրում է, իսկ ովքեր են մեր ուսուցիչները, Մովսես Խորենացին, Նարեկացին, Մխիթար Գոշը, Անանյա Շիրակացին, բոլոր մեր ռահվիրաները, որոնք որ պետք է մենք կարդայինք, բայց արի ուտես, որ քիչ ենք կարդում։ Նարեկացին ասում է, ամենանողկալի արարածը բոլոր ապրող արարածների մեջ այն է, ում մեջ չկա հույս, որտև հուսահատված մարդը ինքն իրեն գցում է ամենախորը օվկիանոսի ամենախորը հատակը, որն ամենահեռուն է պահում իրեն Աստծուց։ Հուսալքված մարդու մեջ չկա սեր, չկա հավատ։ Տեսեք, քրիստոնեական ձևով մեզ սովորացրեց, ասեց ով հայ, դու իրավունք չունես հուսահատվես երբեք։ Միշտ պետքա հույս ունենաս, հույսն է քեզ դուրս բերելու։ Ձեռքի ջահը հույսն է։ Սա քաղաքացիների հետ կապված, միշտ պետք է որոնեք, փնտրեք, գտնեք անկախ նրանից, թե ինչքան են խաբել։ Քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի հետ կապված ուշադրություն դարձրեք, որ միայն լուտանքներով, հայհոյանքներով եւ թիրախավորումներով ուժերին ուշադրությամբ չոշտեք, որտեղ այդ ուժերը միշտ անիծում են խավարը, փոխարենը մեկական մոմ վառեն։ Իսկ որ ուժերն են, որ մեկական մոմ են վառում, որոնք բացի քննադատությունը նաև առաջարկելիք են ներկայացնում, ցույց են տալիս իրենց ազատ Հայաստանի մոդելը։ Օրինակ այն զրույցը, որ հիմա ես տանում եմ ձեզ հետ, ձեզ ցույց եմ տալիս իմ երազած Հայաստանի մոդելը, այն Հայաստանը, որ ես կուզենայի ունենայի, այն Հայաստանը, որ ես կուզենայի ապրեի, որի քաղաքացին կուզենայի լինեի։ Միայն մերկապարանոց քննադատությունը շատ արատավոր է, որտեղ միշտ գործանողին կարելի է քննադատել, բայց քննադատելուց հետո դուք պետք է առաջարկելիք ներկայացնես։ Քաղաքական դաշտում ժամանակն է գործը դնել քննադատությունների կիզակետում, ոչ թե անձանց, անհատներին։ Մեկին կարող է դուր գա ինչ-որ մեկի սանրվածքը, մյուսին կարող է դուր չգա։ Մեկին կարող է դուր գա մեկի վերնաշապիկը, մյուսին կարող է եւ դուրս չգա, դա սուբյեկտիվ է։ Շատ կարևոր է, որ քննադատությունների եւ քննարկումների առարկա է լինում գործը եւ միտքը, որտեղ միտքը, երբ որ քննադատության առարկա է, անձերի չեն անցնում։ Ուշադրություն է պետք է դարձնել դրանց։ Շնորհակալություն, եւս մեկ հարց, պարոն Սիմոնյան, իսկ դուք ինչպիսի քաղաքականություն եք նախատեսում հասարակության վստահությունը առ քաղաքական ինստիտուտ բարձրացնելու նպատակով։ Ցավոք սրտի միայն խոսքերը բավարար չեն, որpիսի դու կարողանաս ինչ-որ վստահություն մարդկանց մոտ ամրացնես, դու պետք է ունենաս արված գործ, իսկ արված գործի համար քեզ պետքա շանս տա ժողովուրդը։ Իսկ ո՞րն է այդ շանսի նախադրյալը, որ ժողովուրդը կարա քեզ շանս տա։ Քո անցած ուղին։ Գուրգեն Սիմոնյան ինչ մանկություն է ունեցել, ինչ պատանեկություն է ունեցել, ինչ հասուն շրջան է ունեցել եւ ինչերի է ընդունակ ուր է գնացել, ինչ է արել։ Փողը ինչպես է վաստակել, փողը ոնց է ներգրավել, որտեղ է կրթությունը ստացել։ Դժվարին օրերին հանրապետության համար ուր է եղել։ Ինչ ընտանիքից է դուրս գալիս։ Սա ավանսն է, որով որ ես ներկայանում եմ, որ մարդը վստահի ինձ շանս տա։
Այդ ավանսը բավարար է, որ մարդիկ ինչ շանս տան, բայց շանս ստանալուց հետո ես ունենալու եմ կարճ ժամանակահատված, որ գործով ապացուցեմ, որովհետև միայն գործով է հնարավոր համակարգերի նկատմամբ վստահությունը ամրապնդել, ուրիշ ճանապարհ չկա։ Շնորհակալություն պատասխանի համար։ Սիրով։ Շատ լավ, հաջորդ հարցի համար խնդրում եմ թող խոսի Էրիկ Տիգրանյանը։ Բայց Արամն էլ է ձեռք բարձրացրել ոնց որ։ Վերցնում եմ, բայց Էրիկը ավելի շուտ էր ձեռք բարձրացրել, ես չէի նկատել։ Դրա համար արդարությունը վերականգնենք։ Հրաշալի։ Նախ շնորհակալություն հայտնեմ այս հնարավորությունը ընձեռելու համար ու կներեք, որ էկրանը չեմ բացում, մի փոքր վատառողջ եմ։ Իմ հարցը այսպեսին է, կան արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ եւ եթե իշխանության գաք, արդյոք արդարացնելու եք նրանց։ Էրիկ ջան, քեզ առողջություն եմ մաղթում, շատ լավ հարց ես բարձրացնում։ Ես ենթադրում եմ, որ կան, այո, քաղբանտարկյալներ։ Օրինակի համար, եթե ես լինեի Նիկոլ Փաշինյանի տեղը, հաստատ մի բառի համար չէի ձերբակալի քաղաքական գործիչի։ Ուրիշ խնդիր, որ հատուկ ծառայությունները գուցե դրա տակ ուրիշ բանել են բացահայտել։ Ենթադրենք այնտեղ սրբազանների զրույց կար, որտեղ ոչ հարիր զրույց են անում եւ սրբազանները հայտնվում են բանտում։ Այլ բանա, որ այդ զրույցն է հիմքը, եթե այդ զրույցն է հիմքը, նրանք քաղբանտարկյալ են, բայց եթե հատուկ ծառայությունները գիտեին, որ ինչ որ բան է նախապատրաստում, այդ դեպքում քաղբանտարկյալ չեն։ Դրա համար, քանի որ հարցերին բովանդակային առումով խորությամբ չեմ տիրապետում, ես միշտ ասում եմ, որ ենթադրում եմ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ինչ վերաբերում է ազատ արձակելուն, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ամնիստիայի լայնածավալ ծրագիր է իրականացնելու։ Մեր բանտերում շատ մարդիկ կան նստած, որոնց որ կարելի է համաներմամբ ազատ արձակել։ Բայց դա չի վերաբերվում պետության դեմ գործած, թմրամիջոցների արկ ու վաճառք կազմակերպված, սեռական ոտնձգություններ իրականացած առավել եւս երեխաների նկատմամբ անձանց հանդեպ որևէ համաներում չի կարա լինի, նրանք պետք է իրենց պատիժը կրեն։ Այդ թվում նաեւ ՑՄՀ բանտարկյալները, որոնք առանձնակի դաժանությամբ հանցագործություններ են իրականացրել։ Մնացած դեպքերում մի հաց գողացողին, որին որ տարել նստացրել են, կարելի է համաներմամբ ազատ արձակել եւ զբաղվել նրա հասարակություն վերադառնալու հարցերով, սոցիալիզացիայով, որ այլևս հանցագործության չդիմի։ Շնորհակալություն։ Շատ լավ, հաջորդ հարցի համար խոսափողը տրամադրենք Արամին։ Արամ ջան, Ձայնս լսվում է։ Այո։ Ողջունում եմ բոլորին, պարոն Սիմոնյան, կուզենայի իմանալ ձեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հենց առաջնային դիրքերում, գիտեք, որ բացակայում է ցեղասպանության թեման։ Այստիս ինչ կարող ենք սպասել օրինակ դաշնակից կամ այլ պետություններից, եթե մենք հենց ինքներս չենք բարձրաձայնում այդ թեման եւ հենց առաջնային դիրքերում չկա։ Արամ ջան, հենց դա որ ոչինչ էլ չենք կարող սպասել, եթե մենք ինքներս մեր իրավունքների տեղը չենք փորձում կանգնել։ Հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հուղարկավորենք ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Մենք պետք է այդ գործընթացը շարունակենք։ Եվ թուրքերը առհասարակ իրենց ոճաբանությամբ սեղանի շուրջ նստում են ուժեղների հետ։ Եթե դու ուժեղ չես, ապա այն սեղանը, որի շուրջ նստած է Թուրքիան, դու հայտնվում ես սեղանի վրա։ Որպես օբյեկտ։ Ինչքան գիտեմ, Շահան Նաթալին հենց այդ մասով խոսք ունի։ Այո, թուրքերի համար խաղաղությունը ինքնական մորթվելու հայերի կողմից խաղաղության աղաղակները թուրքերը ընկալում են որպես ինքնական մորթվելու ցանկություն։ Շահան Նաթալին այդպես էր ասում։ Թուրքերի հետ շփվելուց եւ առհասարակ տարբեր քաղաքակրթությունների հետ շփվելուց պետք է իրենց քաղաքակրթությունը հաշվի առնես։ Թուրքերի եւ ռուսների հետ շփվելուց պետք է լինես ուժեղ ուղղակի։ Իսկ դու չես կարող լինես ուժեղ, երբ որ երբեմն իր հանցագործությունը միջազգային ատյաններում չես բարձրացնում։ Շատ լավ, հարցի համար Անատոլի Տոնոյան։ Շնորհակալ եմ։ Հարցս ԼՂ հարցի մասով եմ ցանկանում ձեզ հարց ուղղել։
Ճիշտ եմ հասկացել, դուք գտնում եք, որ կրկին Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է արծարծենք, եւ եթե այո, չեք գտնում, որ դա կարող է հանգեցնել կրկնակի կորուստների, եւ նաեւ դա վտանգ է պարունակում Հայաստանի պետության եւ անկախության մասով, եւ մի բան էլ պատմությունը ցույց է տվել, որ երբ Հայաստանի Հանրապետությունը եղել է հակամարտությունների մեջ տարբեր երկրների հետ արտաքին ուժերի ազդեցությունը թե տնտեսական թե քաղաքական առումով մեծացել է Հայաստանի վրա։ Երկրորդ հարցս վերաբերում է քաղաքական բանտարկյալներին։ Դուք ձեր խոսքում նաև նշեցիք հոգևորականության մասին, հոգևորականների մասին, որոնք այսօր էլ շատերը գտնվում են բանտարկված են, փաստացի։ Քաղաքական բանտարկյալ նշանակում է քաղաքական բանտարկյալներ, իսկ հոգևորականության առումով ինչպես կարող ենք ասել, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են։ Շնորհակալ եմ։ Վերջի հարցից սկսենք, քաղաքական բանտարկյալը միայն քաղաքականության մեջ գտնվող անձանց բանտարկությունը չէ, այլ նաև քաղաքական դիրքորոշում արտահայտողների բանտարկությունն է։ Խորհրդային միության ժամանակ սովորական քաղաքացիները ինչ որ քաղաքական դիրքորոշում արտահայտող էին, քաղաքական նկատառումներով պայմանավորված ստանում լցնում էին բանտերը, բայց իրենք քաղաքական գործիչ չէին։ Հոգևորականները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, իրենց քաղաքական դիրքորոշումը կարող են ունենալ եւ դրանով պայմանավորված կարող են համարվել քաղաքաբանտարկյալ։ Ինչ վերաբերվում է կոնֆլիկտին, խաղաղության եւ պատերազմի հարցը մի պետության վրա չես կարող դնել։ Մի պետության ղեկավարը չի կարող երաշխավորել։ Իսրայելի նախագահներից մեկը Իցխակ Ռաբինը ասում էր, որ խաղաղություն պատերազմի համար բավարար է մեկ կողմ, խաղաղության համար անհրաժեշտ են երկուսը։ Ոչ մի առաջնորդ չի կարող խոստանալ խաղաղություն զիջելով բոլոր իրավունքները թշնամուն։ Եվ եթե դու թույլ պետություն ես, եթե դու պետական կառավարման համակարգը կուռ չես դարձրել, արժանիների իշխանություն չես ձևավորել, արդարությունը չես վերականգնել եւ արդյունավետությունը չես բարձրաձայնել, քո կոնֆլիկտից կարող են օգտվել բոլոր հնարավոր պետությունները եւ կարող է քո կորուստները լինել անդառնալի, կրկնակի էլ չէ, տասնապատիկ էլ կորուստներ կրես եւ ինքնիշխանությունը կորցնես։ Մեր քաղաքական ուժը կոնֆլիկտի սանձազերծման մասին չի։ Մենք ասում ենք, որ կողմ ենք խաղաղությանը, բայց հավասարակշռված խաղաղությանը։ Իսկ եթե հավասարակշռված խաղաղություն չկա, նշանակում է առհասարակ խաղաղություն չկա։ Պարզապես Ադրբեջանը իր օպերացիայի անունը դրել է խաղաղություն, որ ձեզանից ավելին կորզի։ Եթե խաղաղություն կա, նշանակում է պետք է մեր շահերն ու իրավունքներն էլ առաջ տանել։ Իսկ մեր շահերի մեջ չի կարող լուսանցքում մնալ արցախահայերի իրավունքները, որտեղ դա հազարամյա հայկական բնորան է, որը պատմական զեղծարարություններով հայտնվեց Ադրբեջանի տիրապետման տակ եւ թուրք-ադրբեջանական ու ռուսական ռազմական ավանտյուրայի հետևանքով զավթվեց եւ տրվեց նորից էլի Ադրբեջանին։ Ունդեղից վտարվեցին հայ ժողովուրդը։ Դրա վառ օրինակը նաեւ Միացյալ Նահանգների Ռաֆայել Լեմկինի ցեղասպանությունների հետազոտության ինստիտուտի զեկույցներն են, որ դա անվանում են պատրիոտիդ, հայրենազրկում, որը ցեղասպանության տարատեսակ է, եւ Լեռնային Ղարաբաղում ու Արցախում ոչնչացվում են հայկական ճարտարապետական եւ հոգեվոր կոթողները, նսեմացվում եւ ստորացվում են հայ ժողովրդի հերոսների պուրակները եւ գերեզմանատները։ Այս առումով, եթե դուք ձեր թշնամուն հնարավորություն եք տալիս հանցագործությունը իրականացնելուց հետո դա մարսի, նա պլանավորելու է եւ իրականացնելու է հերթական հանցագործությունները արդեն ձեր մյուս տարածքների նկատմամբ, այն ինչ որ նրանք հող են նախապատրաստում, թե Սյունիքի մասով, թե Վայոց ձորի մասով, թե Տավուշի մասով։ Գիտեք, որ Սյունիքը նրանք ասում են Զանգեզուր, Սևանը նրանք ասում են Գյոքչա, Տավուշը նրանք ասում են Թովուզ։ Դե գնա քեզ կոտորի, թե Թովուզ չի։ Որովհետև ինչի, դու ուրացել ես Արցախը։ Սա է պատճառը, որ հայ ժողովուրդը պետքա իր տարածքային ամբողջականություն եւ իր ժողովրդի բնական իրավունքները առաջ տանի, մեկը մյուսին հակասող չի։ Եվ այս պարագայում դու հնարավորություն կունենաս հավասարակշռված խաղաղություն ունենալու, կայացնելու ուժեղ պետություն, այնպիսին ինչպիսին Ուկրաինան արեց։ Տեսեք, Ուկրաինայի ժողովուրդը չփախավ իրեն բաժին հասած պատերազմից, առերեսվեց, էնել ում դեմ։
եւ կարողանում է մեծ կորուստներ պատճառելով թշնամուն իր ազատությունը պաշտպանել։ Ինքնիշխանությունը առաջին հերթին պատասխանատվության եւ սխրանքի մասին է, ընկերներ։ Գիտեք, որ ինքնիշխան պետությունների արժե համակարգի մեջ կա իմ կանոնները, իմ կյանքը, սկզբունքը, եւ դա 1800-ական թվականներին որդեգրվել է Ֆրանսիային։ Ֆրանսիայում ասում էին «Ամավի կոմժադի», ես ապրում եմ եւ իմ ձևով պետք է ապրեմ։ Եվ եթե ինչ-որ մեկը պետք է պարտադրի իր խաղի կանոնները, տարածի իր հնարավորությունները քեզ վրա, ապա դու ազատ չես։ Իսկ անազատ կյանքը մեր նման քաղաքակրթությունների համար բանի պետք չի։ Կարող եմ արձագանքել։ Սիրով։ Քաղաքական դիրքորոշումի մասին խոսեցիք, բայց կրկին նույն այդ հոգևորականությունը ոչ թե արտահայտել էր քաղաքական դիրքորոշում, այլ բացահայտ կազմակերպում էր եւ ծրագրում էր պետության գլխատում։ Կցանկանայի տվյալ հարցի վերաբերյալ ձեր դիրքորոշումը իմանալ։ Մեկ էլ խոսեցիք ցեղասպանության արժանապատվության մասով, չեք գտնում, որ եթե մենք շարունակենք այդ հակամարտությունը, ապա Հայաստանի Հանրապետությունը վտանգի տակ, որ պետք կենթարկվի ցեղասպանության։ Վախենալով չի կարելի ապրել, Անատոլի ջան, պետք է կայացնեք ուժեղ ինստիտուտներ։ 21-րդ դարում մենք տեսնում ենք, որ պետության մասշտաբները եւ ազգաբնակության թվականակը վճռորոշ դերակատարություն չունի։ Տեխնոլոգիական դարաշրջանում ենք ապրում։ Տեխնոլոգիական, արհեստական բանականությունը այնքան հարցեր է փակում, այնց հնարավորություններ կա, որ դու կարող ես քո պաշտպանությունը բարձրացնես այն աստիճանի, որ տարածաշրջանային տերություն չկարողանա քեզ զավթի։ Եվ սա քեզ ասում է դաշտի պրոֆեսիոնալ, որը պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վարչության պետերի է դասավանդել, իմ թեման պատերազմի տեսությունն է եղել։ Եվ ես ՆԱՏՕ-ի լավագույն փորձով եմ քեզ ասում, որ փոքր պետությունները 21-րդ դարում ունեն հնարավորություն տարածաշրջանային տերությունների դեմը փակելու։ Քո խնդրեմը ոչ թե քո խնդիրների մասին խոսելն է, այլ չզարգանալը։ Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը չզարգացնելը, չշատանալը, արդյունավետ պետություն չկայացնելը, տնտեսությունը չզարգացնելը։ Մեր խնդիրների մեծ բաժինը մեզանից է գալիս, ընկերներ։ Մենք ենք մեր խնդիրների մեծ մասը, որտեղ անարժաններին ենք հնարավորություն տվել, որովհետև մեր երկիրը չենք զարգացրել, չենք շենացրել, տնտեսությունը չենք կառուցել։ Այսօրվա դրությամբ մենք պետականություն ունենք, որը խանգարում է անգամ փոքր եւ միջին ձեռնարկություններին նորմալ արդյունավետ հնարավորություն ունենալ։ Շարունակաբար դրամը իր գնողունակությունը կորցնում է, որտեղ մեր տնտեսությունը առևտրի վրա է հիմնված, արտադրական պոտենցիալ բացահայտված չի։ Ինչ վերաբերում է հոգևորականներին, ես իմ խոսքում ասեցի, նյութերին միջև վերջ ծանոթ չեմ, եթե հատուկ ծառայությունները իրոք ունեն իրենց ձեռքի տակ փաստական տվյալներ, որ նրանց գործունեությունը երկրի գլխատման մասին է, այդ դեպքում քաղբանտարկյալներ չեն։ Եթե փաստական տվյալներ չկա, խոսքն է եղել պատճառը, ապա քաղբանտարկյալ են։ Բայց ձայնագրությունները այլևս հրապարակված են եւ դա փաստ է, եւ երկրորդ ինչպես հակամարտության պայմաններում զարգանալ, եթե մենք խոսում ենք զարգացումից։ Անատոլի ջան, ձայնագրությունները քիչ բանի մասին են ասում, ձայնագրությունները խոսքի մասին են ասում, բայց նախապատրաստական աշխատանքները ձայնագրությունների մեջ չկա։ Պետքա փաստական իրեղեն ապացույց լինի, հատուկ ծառայություններից դու պետքա իմանաս, արդյոք նման աշխատանք տարվել է, թե չէ, բացի խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է էքստրեմալ պայմաններին, դուք գիտեք, որ 5000 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է 15000 պատերազմ, որի զոհ է գնացել 3.5 միլիարդ մարդ։ Սա Դյուպուի եղբայրների ուսումնասիրությունն է, այդպիսի հանրագիտարան էլ ունեն։ Հավաքական առումով ամբողջ աշխարհում խաղաղությունը 1000 տարվա կտրվածքում տևել է 100 տարի։ Այսինքն պատերազմը մարդու քաղաքակրթության անբաժանելի մասն է, դրանից հնարավոր չի ազատվել, ինչքան էլ որ մենք երազում ենք խաղաղություն։ Ստացվում է, որ զարգացման հիմնական առյուծի բաժինը կոնֆլիկտների եւ հակամարտությունների ժամանակահատվածում է եղել, որտեղ գիտությունը հիմնականում թռիչքաձև զարգացել է նաեւ այդ պայմաններում, ճգնաժամային իրավիճակներում։
Դա աքսիոմա է, եւ դա ցույց է տալիս նաեւ պատմությունը։ Դուք ինքներդ էլ կարող եք փորձել, ես իմ անձնական փորձը ասեմ, դուք ինքներդ ձեր փորձի վրա սուբլիմացրեք։ Ժամանակ կար, երբ որ ես ուզում եի խորացնել իմ անգլերենի իմացությունը, բայց կատաստրոֆիկ զբաղված էի, հազարումի աշխատանք էի կատարում, եւ սովորում էի, եւ հանրային ակտիվություն էի դրսևորում եւ այլն, ու ինչքան որ հասցնում էի անգլերենը, շատ քիչ էր ինձ թվում, ասում էի տարբեր բաներ կազատեմ, գրաֆիկս ավելի ազատ կդառնա, անգլերենի ժամանակ կտրամադրեմ։ Փորձը ցույց տվեց, որ ինչքան գրաֆիկս ազատվում էր, անգլերենին ընդհանրապես որևէ ժամանակ չէի կարողանում հատկացնել։ Ստացվում էր, որ իմ համար ճգնաժամային իրավիճակը իմ կատարելագործման համար ամենալավ ժամանակահատվածը դուրս եկավ։ Այսինքն ժամանակը ռեզինի նման ձգվում է։ Ինչքան դու ինքդ քեզ բազմազբաղ ես դարձնում, այնքան ավելի շատ բան ես հասցնում։ Նույնն էլ պատերազմական եւ ճգնաժամային իրավիճակը։ Եթե պետությունը որդեգրում է քաղաքականություն իր դիմադրողականությունը բարձրացնելու, ամենամեծ թռիչքները եւ գիտական ուսումնասիրությունները հենց այդ ժամանակահատվածում են իրականացվում։ Բայց առաջին մասը մի արձագանքեմ ու ավարտենք, հա, երևի, բայց կոնֆլիկտի մասին եք խոսում, որ կոնֆլիկտի պայմաններում են զարգացել, բայց կոնֆլիկտի արդյունքը այն չէ, որ Թուրքիան իր սահմանները փակեց, Ադրբեջանը իր սահմանները փակեց, որի արդյունքում Հայաստանը ընկավ տնտեսական կախվածության մեջ Ռուսաստանից, եւ երկրորդն էլ խոսեցիք իրեղեն ապացույցների մասին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը փաստացի հրապարակել է այն իրեղեն ապացույցները, որոնք որ գտնվել են հենց այդ պետության գլխատումը պլանավորող ուժերի տանը։ Ես այդ հրապարակմանը ծանոթ չեմ, ճիշտն ասած, ես գիտեմ, որ ազգային անվտանգության ծառայությունը ձայնագրություն է հրապարակել, մնացած ապացույցները չի հրապարակել։ Երկրորդը Թուրքիայի սահմանը այնպես չի, որ հիմա բաց է։ Այնպես չի, որ խաղաղության պայմանագիրը հիմա էլ կա։ Այնպես չի, որ Ռուսաստանից թոթափել ենք լուծը, վարելով այսպիսի քաղաքականություն։ Այսինքն քաղաքականության փոփոխությունը խնդրի լուծման չբերեց։ Խնդրի լուծումը այլ տեղ էր թաքնված։ Կամային քաղաքականություն իրականացնելով ռազմաքաղաքական իշխանությունների կողմից նպատակամետ քաղաքականություն իրականացնելու մեջ է։ Եվ տեսեք, օրինակի համար անգամ 93 թվականից փակ սահմանը չի խանգարել հայ-թուրքական առևտրային հարաբերություններ իրականացնելը։ Եվ Արցախը, որպես ֆիզիկա աշխարհագրական տարածք, մեր անվտանգային համակարգի լրջագույն մասն էր։ Արցախի կորստով մենք ունեցանք մեծ ռիսկեր եւ մեծ խնդիրներ թե Սյունիքում, թե Վայոց ձորում, թե Գեղարքոնիքում։ Սա խնդրեմ է, որ պետք է գիտակցենք եւ ցանկացած հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս փորձենք համակողմանի նայել, որտեղ մեր անձնական կարծիքը սովորաբար մենք ընդունում ենք որպես մեր երեխան եւ փորձում ենք կռիվ տալ մեր անձնական կարծիքի համար, բայց լիակատար հավաստի է դառնում այն տեսակետը, որը մյուս տեսակետի բախումից դիմակայուն է գտնվում։ Համար պետք չի վախենալ համակողմանի ուսումնասիրելուց հարցը, տարբեր տեսանկյուններից նայելուց ու հասկանալ, որ մի տեսակետը չի կարող կենսունակ լինել, եթե դու Փարիզ պես կառուցում դրա շուրջը եւ այլ տեսակետներին հնարավորություն չես տալիս դա փոփոխելու եւ քո մեջ էփելու հարցը։ Այդպես այլ հարցեր։ Շատ լավ, կարծում եմ արդեն ոնց որ մեր հանդիպումը մոտենում է իր տրամաբանական ավարտին, վերջին հարցը կտանք մենք կրկին եւ մեր մշտական հարցն է, արդեն ավանդույթ է դարձել այս հարցը տալը, ինչ է պետք երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար ըստ ձեզ, պարոն Սիմոնյան։ Ցանկություն։ Ռոբերտ ջան, ես մտածում եմ, որ եթե մարդը ցանկություն ունի քաղաքականությամբ զբաղվի, ինքը իրան տեսնում է այդտեղ, շատ է կարդում, ի վերջո ժամանակակից երիտասարդներին ինչն է տարանջատում, անտարբերությունը, շատ եմ նկատում, որ անտարբեր են տարբեր հարցերի վերաբերյալ, բայց եթե անտարբեր չի երիտասարդը, ինքը կարող է զբաղվի քաղաքականությամբ ու շատ արդյունավետ։ Բանավանդ հիմիկվա երիտասարդները, ես այն մարդկանց շարքին եմ պատկանում, որ միշտ ասում եմ, քանի գնում, այնքան լավանում են մարդիկ։ Ոչ թե այն մարդկանցից են, որ ասում են, բա մեր ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ ավելի վատնա, չէ, ես այն մարդկանց տեսակին եմ, որ համարում եմ, որ քանի գնում է, այնքան լավանում են մարդիկ, դուք ավելի ուժեղ պետքա լինեք, քան իմ սերունդն է,
Իմ սերունդը պետք է ավելի ուժեղ լինի, քան ինձանից առաջ ապրածների սերունդն է։ Ու դա բնական է։ Եթե տենց չլինի, կյանքը կլճանա։ Ես մաղթում եմ ձեզ ուժ, կորով, կարողություն, ես շատ հավանեցի ձեզ, դուք բոլորդ պատրաստված խելացի երիտասարդներ եք ու շատ շնորհակալություն, որ այսքան ակտիվ եք։ Հավաքվել եք, իրար գլուխ եք հավաքվել, հրավիրել եք քաղաքական գործչին, որ հարցեր տաք, դա արդեն միայն դրականն է ձեր մասին խոսում։ Ապրի ջան, շնորհակալ եմ նաև կազմակերպելու համար։ Սիրով, ես Այդպես։ շնորհակալ Տեսնում եք, այսքան զբաղված իրավիճակում ես ժամանակ գտա գալ, որովհետև ես երիտասարդներից սիրում եմ շփվել։ Հա, պարոն Սիմոնյան, մենք էլ գիտենք ձեր զբաղվածությունը, դուք նաև ձեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեցիք, եւս մեկ անգամ շնորհակալություն ժամանակ տրամադրելու ու այսպես մանրակրկիտ ու այսքան հետաքրքիր հարցերին ես էլ եի ուրախացել այսքան լավ հարցեր լսելուց։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար, ձեզ օրվա լավ շարունակություն։ Շատ Ցտեսություն։ շնորհակալ եմ։ Ապրեք, բոլորիդ հաջողություն եմ մաղթում եւ իմացեք, որ իմ ուժերի ներածի չափով յուրաքանչյուրիդ կողքին կանգնած եմ։ Խնդիրներ կլինեն, հարցեր կլինեն, օժանդակության հարց կլինի, բան, կապ հաստատեք ինձ հետ։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։